Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտենյանը, ողջունում եմ ձեզ Գլենդելից, այսօր օգոստոսի 27-ն է 2026 թվական, մինչև թեմաներին անցնելը ասեմ, որ երեկ Գլենդելից հեռարձակվող ERTN հեռուստաընկերության հյուրն էի, այսօր հրավիրված եմ մեր այս հաղորդումից հետո US Armenia հեռուստաընկերություն, իհարկե մինչև գալը Միացյալ Նահանգներ ես որևէ պայմանավորվածություն չեմ ունեցել, որովհետև ասել եմ ձեզ, որ ողնաշարի ճողվածք ունեմ, որի հետ կապված ասին վիրահատությունը համարենք ծայրահեղ վիճակ, հատկապես դրանից հետո ինքնաթիռ նստել չես կարող, բուժումների որոշակի կուրս ստանալով ինձ ամենամեծ հաջողվեց գալ, բնականաբար բան նախապես պլանավորել չէի կարող Երևանից։ Դա այն չի համարեմ նաև ասում, որ նաև դահլիճային հանդիպում չէի պլանավորել, բայց ուղղակի ինձ համար անակնկալ էր, երբ որ ինձ հետ կապվեցին եւ ասեցին հիմա կարդամ տեքստը հովանավորությամբ ՌԱԿ կենտրոնական վարչության եւ կազմակերպությամբ ՌԱԿ Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության հրապարակային զրույց դասախոսություն հետընտրական զարգացումները եւ Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերները ելույթ կունենա հայտնի տնտեսագետ, քաղաքագետ եւ վերլուծաբան Էդվարդ Անտենյանը, տեղի կունենա ուրբաթ ամսի 4-ին սեպտեմբերի 2026 թվական Լոս Անջելեսի Իրանահայ միության սրահի մեջ երեկոյան ժամը 7-ին հասցեն 117 St. Louis Street Glendale CA 91205 Այն ինչ որ ուղակի գրված է ձեզ համար կարդացի, իհարկե ինձ համար սա հաճելի անակնկալ է, ժամանակին ես եղել եմ Հայաստանի ռազմավարական կուսակցության ատենապետը, հետագայում 10 տարուց ավել որևէ շփում չեմ ունեցել, իսկ կենտրոնական վարչության որոշ ներկայացուցիչների համաշխարհային կառույցների ժամանակ հանդիպել ենք, շփվել ենք եւ իրոք ինձ համար այդքան ինֆորմացիա չունենալուց հետո իրանք անդրադառնային եւ իրանք ինձ դիմեին ասեին մասնակցենք, այո, շատ հաճելի անակնկալ էր ինձ համար, ինչ որ միտեղ էլ անհարմար զգացի, որ ժամանակ չեմ ունեցել, ես հետևեմ իրանք գործունեությանը, տեսնեմ ինչ են անում, ինչ են հայտարարում, ինչով են զբաղվում, բայց իրանք բավական իրազեկված էին, տեղյակ էին իմ աշխատանքից, իմ գործունեությունից։ Ամեն դեպքում ես նաև տեղեկացրեցի, քանի որ կազմակերպիչները դուք եք, կարող եմ ես դիմել մեր հայրենակիցներին Լոս Անջելեսում գտնվող, իրանք էլ կան մասնակցեն, թե ուղղակի դուք եք կազմակերպում, ձեր կողմից են մարդիկ հրավիրվելու, ասին որևէ խնդիր չկա, կարող եք այդ մասին հայտարարել, երեք նաև հարցազրույցի ժամանակ այդ մասին հայտարարեց հարցազրույցավարը, այնպես որ ես ձեզ տեղեկացնում եմ, ես չգիտեմ ուրիշ առիթ կկարողանամ ստեղծել հանդիպման, դահլիճային հանդիպման Գլենդելում, բայց այս որ հաստատ գիտեմ, որ իրանք կազմակերպել են հրավիրում են, այնպես որ նրանք ովքեր ցանկություն ունեն ինձ հետ հանդիպելու, արդեն նշեցի սեպտեմբերի 4 Իրանահայ միության սրահ երեկոյան ժամը 7։ Եվ այսպես անցնենք մեր նյութերին։ Կառավարությունում ճեպազորույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. Եթե մենք այսօր չասենք քյարքի, ուրեմն կհրաժարվենք ջերմուկի օկուպացված տարածքներից։ Ես ընդամենն ասել եմ քյարքի, վերադարձի մասին չեմ խոսել։ Ընդամենն արձանագրել եմ, որ նման տարածք կա։ Ասել են, որ 29743 քառակուսի կիլոմետրը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքն է։ Այս թվաբանության մեջ չեն Ադրբեջանի 3 անկլավային տարածքները, մեր էքսկլավային Արցախաշենը մտնում է։ Եթե մենք սրա հետ չենք առերեսվում, նշանակում է մենք ասում ենք, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 կիլոմետր չէ, այլ օրինակ 29755 քառակուսի կիլոմետրը։ Սա նշանակում է անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Այսինքն այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը զիջում է, շանտաժ է անում, որ եթե դուք չհամաձայնվեք, ես անպայման կասեմ, որ Ադրբեջանը պատերազմա սկսելու, որովհետև մենք ենք պատերազմ սկսում Ադրբեջանին, այսինքն մենք նախահարձակենք Ադրբեջանին ուրիշ ինչ ամնում պաշտպանվելու համար, նշանակում Ադրբեջանն էլ պետք է պաշտպանվի եւ հարձակվի մեզ վրա։
Այո, եթե ասում ենք, որ Տիգրանաշենը դա քարքին է, Ադրբեջանից էլ ասում են Սևանա լճի իրենց անունն են դնում, ասում են այսինչ բնակավայր է, մենք հո չենք պատրաստում բոլոր այն ինչի անունները Ադրբեջանը իրենց լեզվով տալիս է, հանձնենք իրանց, այլապես նշանակում է մենք պատերազմ ենք հայտարարել։ Իհարկե կարող է ասել ինչ եք ծայրահեղացնում, մարդը կոնկրետ նկատի ունի Տիգրանաշենը, շատ լավ նկատի ունի Տիգրանաշենը։ Հարց է առաջանում սահմանազատում, սահմանագծում։ Ինչով է արվում։ Ասում են քարտեզով, շատ լավ։ Այդ քարտեզը նա է, որ խորհրդային միության ժամանակ տպագրվում է եւ ասենք գլխավոր վարչությունը գեոդեզիայի եւ կարտոգրաֆիայի, որ բոլոր քարտեզների վրա իմ սերունդի մարդիկ լավ հիշում է Գ ու ԳԿ գրած ռուսերեն տառերով, այսինքն քարտեզեր հրապարակվում։ Համարենք, որ այդ քարտեզի մասշտաբն այնպիսին է, որ եթե դու շատ մանրանաս ու խորանաս տեսնես ինչը, անճշտությունը կարող է այնքան մեծ լինել, որ կարող է մի քանի 100 կիլոմետրի վրա, մի 100 մետրն անգամ կամ մի կիլոմետրն անգամ անճշտության պարագայում հսկայական թիվ կազմել։ Դա է պատճառը, որ այդ քարտեզները, որը հիմք ընդունվել, վերցվում է ֆրագմենտներով եւ որ այսինքն այս հատվածը այսպես, այս հատվածը այսպես, բայց այդ ֆրագմենտները բխում են ընդհանուր քարտեզից։ Հիմա մենք ասում ենք Նիկոլ Փաշինյան, դու ասում ես մենք սահմանազատում, սահմանագծում ենք անում համաձայն հաստատված քարտեզի։ Ասա, որ քարտեզի հիման վրա ես համաձայնվել, որպեսի դրանից բխող նաև տակը դնենք այդ ֆրագմենտները, գումարելով իրար ստանանք ամբողջական պատկերը եւ հասկանանք, որ այդ ֆրագմենտները բխում է այդ քարտեզից, դա վերացական ֆրագմենտներ չեն ուրիշ ժամանակների, եթե նույնիսկ քարտեզը մի տարվա չէ, ասենք 74 կամ 75 թիվ կամ 59 թիվ, այլ քարտեզների համադրություն է, որի պարագայում մենք կարող ենք իրական պատկերը ստանալ, դա էլ ենք համաձայն։ Հրապարակի այդ քարտեզները ինչն է դրա գաղտնիք։ Հրապարակի ասա մենք հիմք ենք ընդունել այս քարտեզները, մարդիկ էլ տան պարզ հարց, ասեն, եթե Հայաստանի տարածքից հանձնվելու է Ադրբեջանին, պետք է լինի, չէ հանրաքվե։ Հանրաքվեի համար ընտրողը պետք է իրազեկված լինի, որ այդ տարածքը հայկական է, թե այդ տարածքը հայկական չէ։ Ինչն ենք ինչի այդ փոխանակում, եթե հանրաքվեի արդյունքում Հայաստանի մի մասից անցնում է մյուսին։ Եթե այդ տարածքները անկախ նայած որ քարտեզով Հայաստանի վարչատարածքային բաժանումով նա գտնվում է Հայաստանի տարածքում, թե դրանից առաջ որտեղ է եղել, թե դրանից առաջ ինչ է եղել, անունը ինչ է եղել, չի հետաքրքրում։ Եթե դա ամրագրված է Հայաստանի վարչատարածքային բաժանումով, ամրագրված է Հայաստանի գործող սահմանադրությամբ, եթե դու դա փոխես, նույնիսկ համոզվես, որ դա ադրբեջանական է ու պետք է հանձնես, դարձյալ պետք է հանրաքվե, որովհետև դա արդեն հայկական տարածք ամրագրվել է։ Հիմա այդ պարագայում հարց, բա ես չիմանամ դա ումն է, որպեսի հանրաքվեի ժամանակ ասեմ այո կամ ոչ, հրապարակեք քարտեզը, բացի դրանից։ Ես հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ մինչև օրս Ադրբեջանը մեզ որևէ հիմք չի ցույց տվել անկլավների վերաբերյալ։ Ես կարողա լավ չեմ հիշում, մի հատ հիշացրեք երիտասարդին, որ ասեք դա դու ես ասել հարցազրույցի ժամանակ, ու ասել ես իրանք չէ որ կարելի է ունենալ շատ մեծ թվով քարտեզներ։ Ինչ ուզենաս այսօր կնկարես այսօրվա տեխնիկայի պարագայում, մի հատ է ցույց կտաս, որ դա հին նկար է, բայց ասում ենք, եթե ունեցել ենք ի սկզբանե մեր պետությունը, Ադրբեջանը մտել են խորհրդային միություն են կազմել, լավ անդրֆեդերացիայի ժամանակներն էլ հաշվի առած, եկել արդեն կազմավորվել է խորհրդային միություն եւ այդ պետությունն է եղել կոնկրետ պետությունը, մենք եղել ենք նրա սուբյեկտ, այսինքն չենք եղել ՄԱԿ-ի կողմից ճանաչված սուվերեն պետություն, այդ դեպքում եղել են ԽՍՀՄ-ի կազմում, ասում ենք լավ, ԽՍՀՄ-ի կազմում մտել ենք ինչ-որ տարածքով, որից հետո հայտնվել է ուրիշ քարտեզ, որը չի համապատասխանում նախկին քարտեզին։ Այդ դեպքում նորից հղում կատարենք Նիկոլ Փաշինյանին, ասում էր պետք է դրա տակ լինի հիմք, որ ենթադրենք այս անտառային տարածքը, կամ այս արոտավայրը, կամ այս այգին, կամ այս բնակավայրը այս փաստաթղթով խորհրդային միության Հայաստանից տրվել է Ադրբեջանին կամ Ադրբեջանից Հայաստանին։ Եթե կա քարտեզ, դրա տակ չկա հիմք
եւ կա ուրիշ քարտեզ, եւ այս երկուսի արանքում կա տարբերություն, բայց դրա տակ չկա հիմք, նշանակում է ինչն ես հանձնում Ադրբեջանին։ Դա նշանակում է, որ դու ուղղակի հայկական տարածքը հանձնում ես։ Եթե դա այդպես չի, քարտեզը մտցրու աչքներս, ասալ չեք հասկանում, մենք եկել ենք համաձայնության Ադրբեջանի հետ այս քարտեզների շուրջ, մենք էլ հարցնենք, իսկ ինչու է այդ քարտեզների շուրջ։ Չէ որ 91 թվականին, երբ որ մենք փաստացի մտել ենք ԱՊՀ կամ նաև դարձել ենք ՄԱԿ-ի անդամ, այդ ժամանակ քառակուսի կիլոմետրով չեն ընդունում, փաստացիով են ընդունում։ Այդ ժամանակ քարտեզ չկա 91 թվականի, որը դնես հիմք, դրանից առաջ ես գալիս, հիմքով ստեղծած քարտեզն ես դնում բանակցության սեղանին։ Հիմա ասում ենք, որն ես համաձայնեցրել, դա մի տարվա քարտեզ է, դա մի քանի տարվա քարտեզ է, դա փունջ է, ինչ է իրանից ներկայացնում։ Ասեք, մենք իմանանք, որ նոր իմանանք, մենք Հայաստանի տարածքը դա մերը չի, օբյեկտիվորեն հանձնում ենք, էդ էլ մեր բախտից մեր ունեցածը այդքան է, թե Նիկոլ Փաշինյանը ժողովրդին սպառնալով Հայաստանի տարածքը հանձնում է Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը խոստացել է, ասել է, քանի դու աթոռին նստած ես, ես ինչ ուզեմ, քեզանից կվերցնեմ խաղաղ պայմաններումից, պետք չի պատերազմ, որովհետև պատերազմում այդքան ձեռքբերում չեմ ունենա, ինչքան խաղաղ պայմաններում կունենամ, եթե Հայաստանի աթոռին նստած է Նիկոլ Փաշինյանը, եւ նրանք ովքեր դժգոհում են, ասում են ցույց տուր Տիգրանաշենի քարտեզը կամ եւս երկու քարտեզ, ուրեմն դուք պատերազմ եք ուզում, դուք պատերազմի քարոզիչ եք, դուք Հայաստանի վատություն եք ուզում, իսկ մենք խաղաղություն ենք ուզում։ Խաղաղությունը պետք է լինի փոխշահավետ, այսինքն եթե Ադրբեջանի շահից է բխում վերցնել Տիգրանաշենը, նա պետք է վերցնի, որպեսզի լինի խաղաղություն, որովհետեւ Ադրբեջանն է Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը, խաղաղության եւ անվտանգության երաշխավոր։ Դա ես չեմ չէ ասել, ես ուղղակի ներկայացնում եմ։ Ժողովուրդ ջան, սրան են տանում մեզ եւ որևէ մեկը թող չասի սրան նրան ձերբակալելով կարող է մեր ուշադրությունը շեղեն։ Այդ ինչ դեպի բդի մեկին ձերբակալելով ուշադրություն շեղեն։ Այսինքն Հայաստանի տարածքը տալիս են մեկին, մենք ասենք ցույց տու ինչի հիմա վրա ես տալի, եթե դա իմ իրավասությունն է քվեարկելու։ Դա նույնն է ոնց որ ասես ընտրությունների ժամանակ որոշում են քվեարկել, մասնակցում է 18 ուժ։ Դու որոշում ես ում ձայն տաս, 18 հատ համար ես գրում, կուսակցությունների անունները չես գրում, ասում ես ում անուն ուզում ես քվեարկի, ասում ենք ոնց թե ում ուզում ես քվեարկի, ես ուզում եմ ընտրեմ կոնկրետ այս ուժին, ասում է դա գաղտնիք է, ոնց թե այդ ուժին ես ուզում ընտրես, մենք քեզ տվել ենք համար, թաքուն գնա երրորդ համարին ընտրի, այդպիսի շիզոֆրենիա դուք պատկերացնում եք ընտրության ժամանակ, դուք կարող եք պատկերացնեք, որովհետև ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև եթե դուք դրա հետ համաձայն չեք, ձեզ կձերբակալեն, ձեզ կպախարակեն, կասեն, որ դուք ուրիշի պատվերն եք կատարում, կասեք, որ դուք ոնց կարող է պատահի Հայաստանի շահերն արտահայտեք, ասեք, մեր բնակավայրը ուրիշին մի տա, դա օտարի շահ է, այ եթե դու Հայաստանի բնակավայրը տալիս ես թուրքին, այ դու հայրենասեր ես, վայ, քեզ պես հայրենասեր, ու դրա համար պետքա պարգևավճար, ու դրա համար պետքա բարձր աշխատավարձ։ Այո, բոլորը պետքա տալ, որպեսզի այդ մի հսկայական զանգված պահել, մեդիա ռեսուրս պահել, հարցակվեն մարդկանց վրա, որոնք ընդամենը մի անշար հարց են տալիս։ Ցույց տուր այդ քարտեզը, որով բանակցում ես։ Ես ուզում եմ տեսնեմ այդ 29743-ը, ինչից է ստացվել, կապ չունի ինչ քարտեզ է, ինչ հիմքով է եկել դա ստացվել։ Ժորժ ջան, սա մշտական պետքա մեր ուշադրության կենտրոնում լինի, ինչքան էլ շառ անեն ին վրա, ես դրանից վախեցող չեմ, ես դրա համար շարունակելու եմ համառորեն ասել, որ Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները տալու է Ադրբեջանին, շանտաժ անելով ու ճնշելով մեզ յուրաքանչյուրին։ Եթե համառություն ունեք, պայքարեք մեր հայրենիքի համար, դուք անգամ պատկերացում չունեք, թե էլ ինչ է ինքը ընդունակ հանձնելու Ադրբեջանին, եթե մենք սուսուփուս համաձայնվում ենք սրան, եւ չենք կարողանում ընդամենը մի բան ասել, ցույց տուր քարտեզը, ցույց տուր հիմքը այդ քարտեզի, ինչու է դա դրված բանակցային հիմքում։ Շարունակենք Ռուսաստանից հերթական հայտարարությունները Հայաստանի հետ կապված։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը հայտարարել է. մենք համոզված ենք, որ նման ագրեսիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ Հայ ժողովրդի համար խելքները իրանցի չի։ Այս Ռուսաստանի արտգործնախարարությունը
ուզում է հայ ժողովրդի շահերը պաշտպանել, բայց ընկեք վեր ընկեք ձեր տեղից, ձեր ժողովրդի շահերը պաշտպանեք, մի տարեք Ուկրաինայում կոտորեք ձեր ազգին, հետո էլ հնդիկին բերեք, փողը ստացեք կոմպենսացիան ռուսին գնդակահարելու սպանելու համար եւ մեկ է բնակարան ձրի հատկացրեք հնդիկին, որ ձեր կնանոնց հետ քնի, սերունդ բերի հնդիկների, որպեսզի աշխատեն, դուք աշխատող չեք։ Այդ դուք եք որոշի, ես շարժ չեմ անում։ Մտեք ձեր օրենքները նայեք, ինչպես եք փոխհատուցում տալիս, որ գնա Ուկրաինայում զոհվի, եւ ինչպես եք բնակարան ձրի տալիս, որ հնդիկը գա, այդ զոհվածի կնոջ հետ ամուսնանա։ Դա ուսումնասիրեք, նոր հայ ժողովրդին հանգիստ թողեք։ Հայ ժողովուրդը մի կերպ իր հարցերը կփորձի լուծել։ Ռուսաստանի արտգործնախարարությունը նշել է, որ Հայաստանի իշխանությունների կուլիսներում եվրաինտեգրման վերաբերյալ հռետորաբանությունը անտեսում է Եվրամիության ռազմականացումը եւ Մոսկվայի հետ ուղղակի ռազմական բախման նրա քաղաքականությունն է։ Այսինքն համարում է, որ Եվրոպան թշնամի է Ռուսաստանի հետ, պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, ըլնելով Եվրոպայի հետ գործընկեր, դու պատերազմի մեջ ես Ռուսաստանի հետ։ Հիմա Ռուսաստանն է մեզ պատերազմը վախացնում, ինչպես Փաշինյանն էր վախացնում Ադրբեջանի անունից։ Ռուսաստանի արտգործնախարարությունը Եվրամիությանը եւ Եվրասիական տնտեսական միության անդամակցության վերաբերյալ հանրակրվե անցկացնելու ծրագրերի մասին Երևանի հայտարարությունները անվանել է բացահայտ մանիպուլյացիա եւ Երևանի խեղաթյուրված տրամաբանության օրինակ։ Բացարձակ աբսուրդ է իրանց ձևակերպումը, որովհետև հանրակրվե արվում է, եթե դու հայտ ես ներկայացնում անդամակցության վերջի փուլում, որովհետև անդամակցության հայտը դա ժամանակացույց է, ճանապարհ է, վերջի փուլում միայն պետք անես, որովհետև առաջի դիմում գրելը դեռ չի նշանակում դառնալ անդամ։ Այդ նույն Ռուսաստանն էր ասում, դուք տեսեք, հա, կարող է հանկարծ դիմում գրեք, տարիներով մյուսների նման սպասեք, տեսեք ոնց են սպասում։ Եթե տարիներով սպասում են, նշանակում է, որ դեռ չեն անդամագրվել, կարող է եւ չանդամագրվեն, բայց ինչի պետք է հանրակրվե անենք, դիմում գրելու համար հանրակրվե պետք չի, դուրս գալու համար հանրակրվե պետք է, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք դուրս չենք գալիս, մեզ հեռացրեք, դրա համար հանրակրվե պետք չի, եթե մեզ դասարանից հանում են, ասում ենք հանեք ժողովուրդ ջան, մենք դուրս չենք գալի։ Ինչ հանրակրվեի մասին է խոսքը, որտեղ դուք հույս ունեք, որ եթե հանրակրվե լինի Հայաստանում ապակայունացնելով կհասնեք նրան, որ ժողովուրդը կասի լավ է Ռուսաստանի դեմ դուրս չգանք, հանրակրվեի օրերին գազը կանջատեն, գները կբարձրացնեն, ես կանեն, մարդիկ վախ որած կասեն, բերեք գնանք ազգովի ինգնենք ռուսների ոտերը։ Մենք դա լավ գիտենք։ Շատ լավ գիտենք, դրա համար ասում ենք հեռացրեք այն անշնորհք ձեր գործընկերով չհեռացրեք, բայց մեկը միևնույնն է նորից եմ ասում, չի կարելի դա չարաշահել, երկար ժամանակ այս կարգավիճակով պահել, որ մեզ հեռացրեք, մենք դուրս չենք գալիս, բայց եւ միևնույն ժամանակ դիմում էլ չեն գրում միանալու, դա վտանգավոր է, պետք է շատ արագ որոշում կայացնել, որովհետեւ նորից հիշեցնենք Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ հրապարակվեց հնգամյա ծրագիրը, որտեղ բառ անգամ չկար Եվրամիության անդամակցության հետ կապված, ընդհանրապես խոսում էր ՍԵՊԱ-ի մասին, համակարգված եւ ընդլայնված գործընկերության Այն էլ մենք լավ գիտենք, որ եթե դու ԵԱՏՄ անդամ ես, ՍԵՊԱ-ի ամբողջ ծավալը իրականացնել չես կարող, որտեղ ՍԵՊԱ-ն ընդունվել է 17 թվականին, հետո ավերացնելու ընթացակարգ անցել, 15 թվականին մենք ԵԱՏՄ անդամ ենք եղել։ Ինչը չի հակասել ԵԱՏՄ-ին, մտել է ՍԵՊԱ-ի մեջ։ Հիմա երբ որ 10 տարուց ավել դու խորացել ես ԵԱՏՄ-ի մեջ, ՍԵՊԱ-ի ծավալը ամբողջությամբ իրականացնել չես կարող։ 5 տարի չէ, ուզում եմ 50 տարի անցնել։ Դու նույնիսկ ՍԵՊԱ-ի ծավալը իրականացնել չես կարող։ Ինչպես կարող ես դու մի բան հրապարակել անդամակցության մասին, չասես հնգամյա ծրագրում, 5 օր հետո ամբիոնից ասես ժողովուրդ ջան, մենք որոշել ենք հայտ ներկայացնել։ Չենք հավատում։ Որովհետև այդ նույն ընթացքում դու հստակ գրել ես, որ մենք հայտ ենք ներկայացել, որ անդամակցենք Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Շանհայի համագործակցության կազմակերպությունը դա ցանկանում է ինքը լինի առանձին բլոկ, բևեռ, ընդդեմ արևմուտքի։ Դու չես կարող լինել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ ու որևէ կարգավիճակ ունենաս Եվրամիության հետ։ Դա բացահայտ ստատախոսություն է, նորից ժամանակ շահելու, մարդկանց թյուրիմացության մեջ գցելու ու ասելու դե մենք ուզում էինք Եվրոպա գնալ, իրանք չընդունեցին, որտեղ Եվրոպան ասում է
Տեխնացու կարգավիճակ, ասոցիացիան կարգավիճակ դա որոշակի պարտավորություն է։ Եթե դու գնալու ես Շանհայի համագործակցության կազմակերպություն, մոռացի, որ դու կարող ես այդ կարգավիճակը Եվրոպայից ստանալ։ Այսինքն հնգամյա ծրագրով Շանհայի անդամակցությունը ֆիքսում ես, հնգամյա ծրագրով Եվրամիության անդամակցության դիմում անգամ չես ֆիքսում, 5 օր հետո կանգնում ես ամբիոնից ասում ես գնում ենք Եվրոպա, չես գնում Եվրոպա, դա է հարցը։ Այդ համար իրական որոշում կայացրեք, դիմումներ կայացրեք, որպեսզի այս վտանգը կարողանանք չեզոքացնենք։ Եվրամիության աջակցությամբ դուրս գանք ԵԱՏՄ-ից, ոչ թե մենակ մնանք, այս մեկը դառնա թշնամի, այս մեկը դեռ բարեկամ չդառած։ Այս է խնդիրը, որ մենք պետք է հաշվի առնենք։ Ռուսաստանը այդ առիթը մեր դեմ օգտագործելու է։ Դժվար է հասկանալ Հայաստանի ղեկավարության բառացիորեն շրջված տրամաբանությունը, որը նախ պլանավորում է կայացրել արտաքին քաղաքականության հիմնարար որոշում ներկայացնել Եվրամիության անդամակցության պաշտոնական դիմում եւ միայն դրանից հետո հարցնել իր ժողովրդի կարծիքը նման քայլի նպատակահարմարության վերաբերյալ։ Ժողովրդի կարծիքը հարցնում են վերջի փուլում մեկ անգամ եւս, ասեմ դրա համար հանրակրվեի մասի օրենքը ասում է վերպետական կառույցից դուրս գալու կամ անդամագրվելու հետ կապված դե հանրակրվե անես։ Դիմումը դեռ դուրս գալ չի։ Վերջ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա Երևանի գործողությունները հակասում են Մոսկվայի հետ հարաբերությունները պահպանելու մասին նրա հայտարարություններին։ Հայաստանում բռնաճնշումներ են իրականացվում Ռուսաստանի հետ ավելի ամուր հարաբերություններ պաշտպանող քաղաքական գործիչների եւ ակտիվիստների նկատմամբ եւ Եվրամիությունը չի արձագանքում դրան։ Իրանք հույս ունեն, որ Եվրամիությունը, որ ճնշում է ռուսամետ ուժերին, որոնք ցանկանում են Հայաստանը օկուպացնել, չի արձագանքում։ Մոսկվան կարծում է, որ Եվրամիությունը օգտագործում է Հայաստանը նրա ներուժը եւ քաղաքացիների Ռուսաստանին հակազդելու համար։ Հիմա ուշադրություն դարձրեք, ասում է Հայաստանում ճնշում են ռուսամետ գործիչներին, այսինքն հարաբերություն պահպանելու Հայաստանը բռնաճնշումներ են իրականացնում Ռուսաստանի հետ ավելի ամուր հարաբերություններ պաշտպանող քաղաքական գործիչներին։ Հիմա հարց է ծագում. Ժողովուրդ ջան, բա ինչի մեզ չճնշեցիք։ Մեզ է ճնշեիք, գնանք խորհրդարան։ Բա մեզ ասում եք սրան նրա պատվերն ենք կատարում, մենք դուրս մնացինք։ Ու տենց ահավոր ձևով Նիկոլ Փաշինյանը սեն ճնշեց ու դարձրեց падգամավոր։ Ժորժ ջան, ում եք ծեր առնում։ Մենք գիտենք, որ այս ռուսամետ ուժերը Նիկոլ Փաշինյանի հետ պասերով խաղալով մտան խորհրդարան։ Հիմա այլևս իրանք մոդա չեն, կինոյի տղերքը արդեն իրանք չեն, հաջորդ ընտրություններին այլևս այդ խաղակարտը աշխատացնելը լուրջ չի։ Հիմա ինքը պետք է այդ մարդկանց զոհաբերի, ժողովրդին ասի, տեսակ ինչ արեցի, խոստացել էի, որ կկզսնեմ, կզծրեցի, ժողովուրդ ջան, ծափահարեք։ Այո, ես ինչ ուզեմ անելու եմ։ Վերջ, սա է ժողովուրդ ջան։ Այսինքն իրան պետք էր որ հենց այդ ուժերը լինեին խորհրդարանը, որ հենց բերանները բացեին, մի բան խոսային, ասեին դուք թալանել եք, դուք Ռուսաստանի գործակալ եք, էսեք եք։ Իշխանությունը ունի հրաշալի ինֆորմացիա, ով ում հետ գաղտնի պայմանավորվածություններ ունի։ Եթե գնում են որևէ գյուղում երկու գյուղացի իր բնակիչ իրար հետ զրուցում են, մեկը մեկին միտինգ է ականչում, 1000 դրամ փող է խոստանում, դուք ձայնագրությունը միացնում եք, ուրեմն երկրում գործնականում լսում եք բոլորին։ Ցանկացած պատահական երկու հոգու, որովհետև օդն եք ուղակի լսում ինչից խոսան, բոլորին ձայնագրում եք։ Այսինքն եթե դուք ունենայիք փաստ, ին վրա, մյուսի վրա, հրաշալի առիթ էր։ Կհանեիք կդնեիք սեղանին, կասեիք, այն դուք չեք որ մեծ խոսում եք, դուք էլ եք արե բանակն եք թալանես խալ եք բանակցել, գնացել եք սրան նրա հետ խաղել եք տվես, այս փող եք վերցրել, նրա հետ գնացել եք արե եւ այլ եւ այլ։ Մարդիկ նայում են, ասում են՝ «Այս ինչ վտանգավոր է»։ Ոնց։ Եթե այս մարդկանց վրա մենք կոմպրոմատ չունենք, ազգային ժողով 5 տարի ինչ ենք կռվելու ազգային ժողովի ամբիոնից։ Մարդը կանգնում ասում այն չէ, Տիգրանաշենը հանձնում, ասենք կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ես այդ հարցը տալիս եմ։ Ինքը ինձ պետք է ասի Տիգրանաշենը ժամանակին դու ես հանձնել, երբ որ պաշտոնից ժամանակ եմ Տիգրանաշենը հանձնել։ Դու ես բանակցե Ղարաբաղի հետ կապված վատ բանակ, դե գիտեք չի կարա, բանակը դու ես թալան, ինչ պետք է պատասխաներ։ Իսկ հիմա ասում եմ, տեսեք, փախան, չեն էլ ուզում նստեն ինձ հարց տան։ Հա կարող է փախնեն կամ կարող է նստեն հարց տան։ Ձերոնք են, կուզես կասես փախեք կփախնեն, կուզես կասեք նստեք կնստեն, ով չգիտի որ ինչի համար է իրանց բերե։ ՀԱՊ գլխավոր քարտուղար Տալատբեկ Մասադիկով Դե ֆակտո այսօր Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում հարցերի քննարկմանը, դե ֆակտո Հայաստանն իր աշխատակիցներին, զինծառայողներին եւ ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներին
չի ուղարկում քվոտային պաշտոնների եւ արդեն 3-րդ տարին է Հայաստանը չի վճարում անդամավճարները, բայց դե յուրե նրանք մնում են հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, դե յուրե մնում են, ինչի համար է սա ասվում։ Հայաստանը լուրջ ներդրում է ունեցել ՀԱՊԿ-ի զարգացման գործում, հայ ժողովուրդն աջակցել է երկրի ղեկավարության բոլոր նախաձեռնությունների այս կամ այն ժամանակահատվածում։ Այո, ՀԱՊԿ-ը 92 թվականին ստեղծվել է մինչև ավերացման փուլ անցնելը 94 թվականից սկսել է գործել 5 տարի ժամկետով, հետո շարունակեցին անժամկետ, բայց առաջինը 5 տարով էր, Ադրբեջանն ու Վրաստանը դուրս եկան, ասեն մեծ ձեր ՀԱՊԿ-ը չի հետարկում, Հայաստանը հետևողականորեն մնաց, ՀԱՊԿ-ին ծառայեց, ինչպես տեսնում եք, բավական բարձր են գնահատում, Հայաստանի ծառայությունները ՀԱՊԿ-ում, երբ որ եկավ ժամանակը, որ ՀԱՊԿ-ը մեզ պետք գա, մենք տեսանք, թե ՀԱՊԿ-ը ոնց մեզ պետք եկավ։ Եվ հիմա այս պարագայում հարցը առաջան, դե յուրե մնացել են անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, ինչու է դա շեշտում, վաղը մյուս օրը կարող է ասի դա մեր պատասխանատվության գոտին է Հայաստանը դեռ մինչև այսօր, որովհետև եթե ոչ մի փաստաթղթի քննարկման չի մասնակցել, ապա վետո էլ չի դրել, ստորագրել է, անցկացրել է։ Այսինքն մենք վաղը տեսնենք, որ Հայաստանի ժողովրդի համար վտանգ է ներկայացնում այսօրվա իշխանությունը, մենք ուշ կկիրառենք, որովհետև Մարիա Զախարովան արդեն ասեց, ժողովուրդ ջան, իմացեք, հայ ժողովրդի շահերին սրանք վնաս են տալի։ Մենք պետքա պաշտպանենք հայ ժողովրդի շահերը։ Ներքին գործերին չենք խառնվում, բայց ժողովրդի շահերը մենք ոնց կարանք չպաշտպանենք, մենք եղբայրական ժողովուրդներ ենք, ժողովուրդ ջան, այո, պաշտպանելու ժամանակ մենք կհայտնվենք այդտեղ, այնպես որ սա էլ երկար չի կարելի ձգել ՀԱՊԿ-ի մեջ մնալ, ասել դուք մեզ հեռացրեք, ինչ որ մի ժամանակ դա աշխատում է, որոշ ժամանակ հետո եթե որևէ անվտանգային համակարգի հետ չպայմանավորվես, այս մեկին դուրս մղել չես կարողանալու, բաց դաշտում կանգնելու ես, այս մեկը քեզ չի աջակցում, այս մեկը քեզ թշնամի է հայտարարում, սա էլ պետք է շատ արագ կողմնորոշվել թե ՀԱՊԿ-ի թե ՀԱՏՄ-ի հարցում։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին չեն համապատասխանում իրականությանը։ Պարզապես ամոթ է այս ամենը լսելը, ես նույնիսկ չգիտեմ, թե որքանով նրանց ամոթ չի այս ամենն ասել։ Բոլոր պարզաբանումներն այդ կապակցությամբ տրվել են տարբեր մակարդակներում, ընդ որում ինչ որ հակափաստարկներ բերել հայկական կողմը դժվարանում է, որովհետև դրանք չկան։ Հարց է առաջանում, դու ինչ գիտես, թե Հայաստանի գործընկերները ձեր մասին ինչ են խոսում։ Ինչ գիտես, որտեղից գիտես։ Հայաստանից ասում են, որ մենք խոսացել ենք, մարդիկ չեն ցանկանում, որ Հայաստանը տիրապետի ինֆորմացիայի կամ կազմակերպական առումով մասնակցված լինի այս սրա մեջ։ Դուք ինչ գիտեք, թե մեր գործընկերները մեզ ինչ են ասում։ Այո, մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է դակցել Ռուսաստանի վրա, որովհետև ինքը Հայաստանում խոստանում էր, ասում է ժողովուրդ ջան, իմացեք, թրիփը նաև նրա համար է, ինչպես Ադրբեջանի մայր տարածքով կգնան կմիանան Նախիջևանին, նույն ձևի, նույն իրավունքով, նույն առավելությամբ մենք էլ ասենք Սյունիքից կգնանք Արարատի մարզ, կգնանք այս կանենք, այն կանենք եւ այլ, մենք էլ Հայաստանի մեջ կապը կունենանք մեկի միջոցով գնալու, բայց քանի որ դա չի ստացվում, ինքը ասում է դե մեղավոր հո ես չեմ, որ ձեզ խաբել եմ, մեղավորը Ռուսաստանն է, որ ինքը երբ որ գործի մեջ մնաց, թուրքերը չհամաձայնվեցին այդ գիծը տանեն, իրանք ուրիշ գիծ են տանում, այն դեպքում երբ որ մեր գիծը ավելի հարմար է, ավելի արդյունավետ, բայց մոռանում է, որ դա ինքն է մեզ խոստացել, Ռուսաստանի անունից չխոստացել։ Ժողովուրդ ջան, սա կմիացնի Ադրբեջանը Ադրբեջանին եւ նույն սկզբունքով Հայաստանը Հայաստանին։ Բայց քանի որ ռուսները հիմա խառնվել են, այդ հետո պարզվեց, թուղթը ստորագրելուց հետո։ Ռուսները կոնցեսիոն պայմանագրի չեն հրաժարվում, թուրքերն չեն ցանկանում այդ տարածքը Հայաստանի համար կառուցեն, որևէ մեր գործընկեր չի ցանկանում, մեղավորը Ռուսաստանն է։ Ոչ, մեղավորը դու ես, որ խաբել ես մեր հասարակությանը, որ իբր թե իմացեք, մենք սա տալիս ենք, նույն առավելությամբ ստանում ենք ճանապարհ, չենք ստանում այդ ճանապարհը։ Անկախ նայած Ռուսաստանն է մեղավոր, ասեիր մեզ, եթե Ռուսաստանը համաձայնվի, եթե այս հարցը լուծենք, եթե ով չես ասել, իմպերատիվ ասել ես, ինչպես նրանք կօգտվեն, այնպես էլ մենք կօգտվենք, լոլոմի կարդացեք։ Այդ դրամա ձեզ պետք էր որ խորհրդարանում լինեին ռուսամետ ուժեր, բերանները բացեին, ասեին ինչ եք ասում, ասեին դուք Ռուսաստանի ծառան եք, դուք Ռուսաստանի շահերն եք սպասարկում, դուք գործակալ եք, հիմա կգնանք ձեր տները կխուզարկենք։ Այո, բայց ձեզ դրամա էլ պետք էր այսպիսի ընդդիմություն։ Ինչ կա չհասկանալու։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա Հիմա ուշադրություն դարձրեք, Հայաստանի որ մեղադրումը հանկարծ չմտածեք, էլ ինքը սենց թույլիկ է, էլի, նենց մենակ Հայաստանին է մեղա, տեսեք ոնց է տեղը դնում Բրիտանիային, ժողովուրդ ջան, նեզով մենք փառք ենք,
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա։ Բրիտանական զինատեսակների կերարմամբ Ռուսաստանի տարածքին հասցված ուկրաինական հարվածների պատասխանը կարող են դառնալ Բրիտանիայի ցանկացած ռազմական օբյեկտներն ու տեխնիկան, ինչպես Ուկրաինայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ռազմական անձնագործությունների, այդ թվում մեր երկրի խաղաղ բնակչության դեմ կատարված արարքների համար մեղավորները կպատժվեն արածին համապատասխան։ Այսինքն տեղն է դնելու Բրիտանիային, ժողովուրդ, խփելու է Բրիտանիային, հակատակ չանեք։ Զախարովան ասեց, վերջ, նրա ասածը։ Զախարովան բրիտանացիներին կոչ է արել գիտակցել նման քաղաքականության վտանգավոր հետևանքները։ Այսինքն հիմա դիմում է բրիտանացի ժողովրդին, թե կարգի հրավիրեք ձեր ղեկավարությանը, թե չէ ձեզ խփելու ենք։ Ոնց որ հիմա դիմում էր այ ժողովրդին, կարգի հրավիրեք ձեր ղեկավարությանը, թե չէ ձեզ խփելու ենք։ Այս մարդկանց տեքստը նույնն է, ուղղակի երկրի անուններն է փոխած, ղեկավարների ազգանուններն է փոխած։ Ժողովրդյան տեքստը ընդհանուրը նույնն է։ Զախարովան բրիտանացիներին կոչ է գիտակցել նման քաղաքականության վտանգավոր հետևանքները։ Լոնդոնը պետք է հրաժարվի թշնամական գծից, որը կարող է հակամարտությունը տեղափոխել սկզբունքորեն այլ մակարդակ։ Զախարովան նշել է, որ Մոսկվան արձանագրում է տեղեկություններ այն մասին, որ Լոնդոնը Կիևին է փոխանցում Storm Shadow հրթիռների արտադրության համար անհրաժեշտ տվյալները։ Բա լավ էլ անում է։ Բա Patriot-ի հետ կապված ամերիկան ձգձգում է, ինքն էլ ասում է ես կտամ։ Բա վատ է անում։ Հիմա դուք էլ Բրիտանիային վախացնում եք, հա։ Բրիտանիան էլ վախեցավ, հա, լեզուն կուլա գնացել, մի զորով հետ են բերում։ Ինչքան եք ծիծաղելի, ժողովուրդ ջան, ինչքան եք մինչև երբ եք ծաղրի առարկա դառնալու ու այս խելքով Հայաստանի ժողովրդին էլ դիմելու, մենք ենք ձեր փրկությունը։ Ժողովուրդ ջան, դուք ձեզ փրկեք, շատ շնորհակալ ենք։ Մի հոգսը մեր մոտ կթեթևանա, որ մեր ռազմավարական դաշնակիցը փրկված է։ Այնպես որ հիմա հասկանում եք ինչ ծանր վիճակում է Բրիտանիան, ժողովուրդ ջան, պետք է մի քիչ հույս տանք, էլի, որ այդպես Զախարովան տեղն է դրել։ Հիմա տեսնենք էլի վտանգավոր մի բան հերթական անգամ գրեթե ամեն օր այս մասին ասում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան։ Իսլամական ազգը չի հասնի անկախության եւ արժանապատիվ կյանքի այլ կերպ, քան համագործակցության եւ համախմբման միջոցով։ Միասնությունը հիմնված ճշմարտության, արդարության եւ փոխադարձ պատասխանատվության վրա այն է, ինչն ամենից շատ անհրաժեշտ այժմ իսլամական երկրներին։ Փեզեշքյանն ընդգծել է, որ ոչ մի իսլամական երկիր չպետք է դառնա մյուսի դեմ ագրեսիայի արտակ։ Իրանն օգտվել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից իր դեմ սանձազերծած պատերազմից պաշտպանվելու իր օրինական իրավունքից, բայց դա չի նշանակում, թե թշնամությունը մուսուլման հարևանների նկատմամբ Իրանն այժմ խոցելի վիճակում չէ եւ գիտի, թե ինչպես պաշտպանվել։ Հերթական անգամ Մասուդ Փեզեշքյանն ասում է իսլամական համախմբում, իսլամական համագործակցություն, ոչ մի իսլամական պետություն չպետք է դուրս գա մեկ ուրիշի դեմ այդ համախմբվածության պատճառով։ Հարգելիներս, մենք իսլամական պետություն չենք, մենք Իրանի հարևանն ենք, բայց ինքը ցանկանում է համախմբում, ընդհանուր շահերի շուրջ կրոնական համախմբում։ Դա շատ վտանգավոր է։ Այսինքն նշանակում է մենք 100%-ով վստահել Իրանին բնականա չենք կարող։ Չնայած մի քիչ ծիծաղելի էլ կլներ, որ 100% վստահենք, բայց գոնե կարող էինք ցույց տալ, թե իբր թե մեր հարևանին, որի հետ որը պրոբլեմ չունենք 100% վստահում ենք, բայց անգամ ձևական չենք կարող ասել, որտեղ այդ մարդն ասում է մենք մուսուլմաններով հավաքվելու ենք, ընդհանուր շահերի տեսանկյունից պայքարենք։ Ոստեղ կապ չունի դա Ամերիկային է ասում, Իսրայելին է ասում։ Կարող շատ հարցերում մենք Իսրայելի հետ համաձայն չլինենք, բայց եւ հարցը առաջանում, դու կրոնական պատկանելությամբ ես կռվում։ Այդ դեպքում հարց Հայաստանը ուզում է Եվրամիության հետ համագործակցի, դա պրոբլեմ է, որովհետև դու կարող ասես, ես չեղավ, ես ինչ ես անում, իսկ դուր չի գալիս։ Իսլամական համախմբման հետ կապված դու բերում ես քրիստոնյաներին, մտցնում ես Հայաստան։ Այդտեղից էլ Հայաստանում քրիստոնյաներ են, էլի։ Այսինքն դու սա վտանգավոր է, մենք սա պետք է ուշադրություն դարձնենք, ժողովուրդ ջան, եւ մեր զգուշավորությունը հետ չի խանգարի։ Հիմա տեսնենք Ուկրաինայի հետ կապված այդ Ռուսաստանը, որ մեզ լավ է ահաբեկում է, ինչա իրականում տեղի ունենում։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի 27-ի լույս գիշերը հարձակվել են Օրենբուրգում եւ Ուֆայում Օզոն ընկերության լոգիստիկ օբյեկտների վրա։ Օրենբուրգի մարզի նահանգապետը հայտնել է անօդաչու թռչող սարքերի վտանգի մասին։ Բաշկորտոստանի իշխանությունները հարձակման մասին չեն հայտնել։ Այսինքն դուք պատկերացնեք, տագնապի ազդանշան չկա։ Ինչու համար տագնապի ազդանշանը լինի, երբ որ իրանք ուզում են, որ
դրոնը գա խփի օզոնի պահեստին, քանի որ օզոնի պահեստը չի կարողացել հակաօդային պաշտպանության համակարգով որսալ այդ դրոնները, Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել օզոնում ժամանակավոր կառավարիչ դնելու։ Ժողովուրդ ջան, մարդը այդ հրամանագիրը կարդաց, ես ձեզ ներկայացրեցի։ Հոապուշ չի Ռուսաստանի իշխանությունը, որ տագնապ հնչեցնի, որ ասի ժողովուրդ ջան, ուշադիր եղեք, դրոնը գալիս է, դուք պետք է չիմանաք, որ դրոնը գալիս է, եւ պետք է դրոնը ձեզ հարվածի, մենք այդ ձեր օբյեկտները ձեր ձեռքից վերցնենք։ Այ հիմա տեսակ, թե ինչպես է Ռուսաստանը պատերազմում հաղթելու։ Շատ մեղմ ժպիտ է առաջացնում հաղթանակ բառը տվյալ պարագայում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ լավուշադրություն դարձրեք ցուցակը ընդամենը մի օրվա։ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Ռոստովի, Սամարայի, Սարատովի եւ Ուլյանովսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Բաշկորտոստանի, Ղրիմի, ինչպես նաեւ Ազովի եւ Սև ծովերի վրա խոցվել է ուկրաինական 267 ԱԹՍ։ Ցուցակը նայեցիք, ժողովուրդ ջան։ Մենակ չի կպել դրոնը Պուտինի դատար գլխին, ժողովուրդ ջան, մնացած բոլոր տեղերը կպել է։ Հա, 267-ը խոցել են, քանիսն է անցել։ Եվ ինչ ավերածություններ ա բերել։ Ինչ խնդիրներ ա առաջացրել։ Նույն տեղը մի քանի անգամ խփել է։ Դուք եք Հայաստանի անվտանգություն երաշխավորում, Հայաստանի հասարակության անունից խոսում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բարակ Օբամայի պաշտոնավարման օրոք Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրն անվանել է պատմության մեջ ամենավտանգավոր գործարքներից մեկը։ Թրամփը նշել է, որ այն Թեհրանի համար ճանապարհ էր բացում միջուկային զենք ստանալու համար։ Իրանը միջուկային զենք կունենար եւ կկիրառեր այն, ասել է Թրամփը։ Այդ սցենարի դեպքում Իսրայելն ամբողջությամբ կոչնչացվեր։ Եթե Դոնալդ Թրամփը նախագահ չլիներ, հիմա Իսրայել չէր լինի։ Սա երաշխավորված է, հայտարարել է ԱՄՆ նախագահ։ Մի քիչ համեստություն է անում, որ ասում է, եթե նախագահ չլներ Իսրայելը չէր լինի, որովհետև ինքը ծնվել էր, մի տարեկան էր, այդ ժամանակ ՄԱԿ-ը 47 թվականի նոյեմբերի 29-ին Պաղեստին աշխարհագրական տարածքը բաժանեց երկու մասի, 14-ում մեկը հրեական պետություն, 19-ը արաբական պետություն, որի անվերջնական հետադերեցին Պաղեստին ընդհանուր աշխարհագրական տարածքով, փաստորեն եթե Դոնալդ Թրամփը ծնված չլներ, Իսրայել պետություն չէր ստեղծվի։ Սկսենք դրանից, ինքը համեստություն անում, բայց դե մենք պետք է հաշվի առնենք այդ մարդու արածը, էլի։ Այսինքն 47 թվականից այդ պետությունը գոյություն ունի, 48 թվականին ընթացակարգը անցնելուց հետո մայիսի 14-ին որպես պետություն կայացել է հայտարարել է դրա մասին, 49 թվականի մայիսի 11-ին դարձել է ՄԱԿ-ի անդամ պետություն։ Ինչու այդքան երկար տևեց, որովհետև պատերազմի մեջ էր հարևանները չէին ընդունում նրա անկախությունը եւ պատերազմում էին։ Հիմա Դոնալդ Թրամփն ասում է, եթե ես չլնեի, Իսրայել պետություն չէր։ Ընդհակառակը դու Իսրայել պետությանը ներքաշեցիր ու ոգևորեցիր այն խնդիրների մեջ, որ Բենյամին Նեթանյահուն ասում է, բերեք Թրամփի ձեռով Իրանը վերացնենք, չստացվեց։ Հիմա Թրամփը որպեսի իր վրա մուննատ չգան, թե դուք ու խնդիրը չլուծեցիր, ասում է ես չլնեի, դուք չէի կլնի։ Այսինքն ինքը արդեն Իսրայելի գոյությունն է վաճառում Իսրայելի վրա։ Զգուշ եղեք, հա, ես եմ ձեր պետությունը փրկել։ Ձեր պետությունը այլևս գոյություն չի ունենա։ Բայց թե մինչև իրան ոնց էր գոյություն ունենում, բայց մինչև իրան ոնց որ թե Իսրայելն էլ ունի միջուկային զենք, Իսրայելը դա չի կիրառում, որովհետև ոչ միջուկային պետության դեմ կիրառելու համար դու պետք է նկատի ունենաս, որ բավական շատ խնդիրներ կունենաս, որովհետև Իրանը առայժմ ոչ միջուկային պետություն է։ Բայց եթե քեզ այնպիսի հարվածներ կհասցնեն կենսական վտանգ ներկայացնող, էգզիստենցիալ վտանգ ներկայացնող հարվածներ կհասցնեն, դու կարող ես դա օգտագործել։ Իհարկե երբեք Իսրայելը չի հաստատում, որ ինքը միջուկային զենք ունի, բայց ո մենք գիտենք, որ ունի։ Դրան լավագույն ձևով պատասխանել է Իսրայելի 4-րդ վարչապետը Գոլդա Մեյերը, որ ասում էր, երբ որ անդադ խոսում են միջուկային զենք ունեք թե չէ, ինքը ասում էր, որ մենք միջուկային զենք չունենք, բայց այն կկիրառենք անհրաժեշտության դեպքում։ Այսինքն դա ինքը շատ սպառիչ ձևով բացատրել էր ինչա կատարվում։ Հիմա նայենք Իրանի հետ կապված խնդիրը։ Իրանի բանակի հոբ ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Ալիզերա Էլհամի Իրանը սկսել է նոր հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությունը, ինչպես նաև վերջին պատերազմների ընթացքում իրենց արդյունավետությունն ապացուցած համալիրների վերարտադրությունը։ Բոլոր մշակումներն ստեղծում են սեփական տեխնոլոգիաների հիման վրա։
Վերջին երկու պատերազմների փորձը ցույց է տվել իրանցի զինվորականներին կատարելագործել հոպի կիրառման մարտավարությունը եւ մշակել նոր համակարգեր։ Էլհամին նշել է, որ հակառակորդի կործանիչների եւ ռազմավարական անօթաչու թռչող սարքերի խոցման գործում իրանական հակաօդային պաշտպանության արդյունավետությունն ակնառու կերպով դրսևորվել է 40-օրյա պատերազմի ընթացքում։ Այժմ մենք առաջ ենք շարժվում հենվելով 100% իրանական հնարավորությունների վրա։ Մենք ավելացնում ենք նոր համակարգեր եւ արտադրում ենք այն համակարգերը, որոնք լավ են դրսևորել իրենց 40-օրյա պատերազմում։ Էլհամին հավելել է, որ Իրանը նաև արտադրում է նոր համակարգեր եւ սարքավորումներ, օգտագործելով բացառապես սեփական գիտելիքներն ու տեխնոլոգիաները։ Սրանով հասկացնում է Ամերիկային, որ պայքարելու ենք, հարվածելու ենք, շատ գաղտնի զինատեսակներ ունենք, որից տեղյակ չեք, բայց ուղղակի ձեզ ասում եմ, տեղյակ եղեք, որովհետեւ եթե իմանաք, կիմանաք, որ անիմաստ է այդ պատերազմը շարունակել։ Հիմա դա ինչ որ տեղ այնպես չի, որ այդպես չեն մտածում, որովհետև ցանկանում են նորից մտնել, արգելափակել եւ այլ սանկցիաներ կիրառելով, որը խիստ անարդյունավետ է լինելու։ Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լինցեզյան ներկայումս Չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների։ Դրանց արմատական պատճառը կայանում է ճապոնական իշխանությունների մի շարք սխալ գործողությունների մեջ այն հարցերում, որոնք վերաբերում են Չինաստանին, Թայվանին եւ ռազմական անվտանգությանը։ Լինցեզյանը կոչ է արել Տոկիոյին վերանայել իր մոտեցումը պահպանել Չինաստանի եւ Ճապոնիայի միջև ստորագրված 4 քաղաքական փաստաթղթերի սկզբունքները եւ կոնկրետ գործողություններով նպաստել երկկողմ հարաբերությունների բարելավմանը։ Ի նկատի ունենանք, որ Ճապոնիան դաշնակից է բարեկամ է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ի նկատի ունենանք, որ Ճապոնիան սանկցիաներ է կիրառում Ռուսաստանի դեմ, Ճապոնիան շահագրգռված է, որ Ուկրաինան հաղթի, որովհետեւ եթե Ռուսաստանը վերանայել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետությունների սահմանները ագրեսիայի շնորհիվ, նա մտածում է ուշ թե շուտ իրան կհաջողվի վիճելի տարածքները, որը հարավային Կուրիլյան կղզիների մասին է խոսքը, Շիկոտանը, Իտուրուպը, Խաբոմայը, Կունաշիրը ինքը կարողանա հետ վերցնել, ինքը նաև Ուկրաինային է օգնում կամավորների խմբի մեջ է։ Այնպես որ այդ հարցում հասկանում ենք, որ Չինաստանը ինչու է այդքան դժգոհ դրանից։ Մենք պետք է նկատի ունենանք, որ այս հարցում, այո, մենք էլ պետք է պատկերացնենք, որ վերադասավորումներ է գնում աշխարհում, մենք այսօր չպետք է նայենք, դե Ճապոնիան մեզանից հեռու, մեզ ինչ թե Ճապոնիան Չինաստանի հետ ինչ է անում։ Շատ մեծ կարևորություն ունի, որովհետև այն համախմբումը, որը տեղի է ունենում Ռուսաստանի դեմ, այդ համախմբումը վերջնական արդյունքով մենք պետք է տեսնենք, որտեղ է մեր պետությունը, ում կողմից է մեր պետությունը։ Եթե Ռուսաստանին կտանեն ռազմավարական պարտության, այդ դեպքում մենք կկարողանանք հույս ունենալ, որ ուժի դիրքերից կարող են պաշտպանել թույլի իրավունքը եւ մենք գիտենք, որ վաղը կկանգնենք, կասենք Ադրբեջանը ագրեսոր մտել է ջերմուկ, պետք է անհապաղ դուրս գա եւ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի ասի, չպետք է դուրս գա այնքան ժամանակ, քանի մենք Տիգրանաշենը չենք հանձնել։ Ինչու եք այդպես անարդար։ Այդքան տարի Տիգրանաշենը մերն է եղել, հիմա ինքը ընդամենը վերջերս է օկուպացրել։ Լասպասեք ինչ ժամանակին Իրանն ա եղել տանկ Իրան, նոր հետո մտածենք վերադարձնելու մասին։ Եթե մենք ունենանք ճիշտ գործընկերներ, այդ գործընկերների պարագայում մենք ստիպված չենք լինի Նիկոլ Փաշինյանի խաղի դեմ ներսում պայքարենք, որտեղ ես միշտ ասել եմ ժողովրդյան, հայտնի կկվի պատմությունը աղվեսի եւ կկվի, որ աղվեսը գալի կկվին վախացնում էր նայել ձակերին տալիս էր։ Մեր մոտ մենք վաղուց առաջ ենք գնացել։ Մեր մոտ կկուն աղվեսի թիմից է խաղում ընդդեմ իր ձակերի։ Կկուն ասում է, տեսեք, հա, եթե դուք չգնաք չհանձնվեք այդ աղվեսին, գիտեք ինքը ինչ կանի։ Ծառը կբարձանա եւ ձեզ կուտի։ Ես եմ ձեզ փրկում։ Շուտ հանձնվեք, շուտ արեք։ Այս է պրոբլեմը, մենք այդ վիճակում ենք այսօր։ Դրա համար պետք է շատ զգոն լինենք, շատ ուշադիր եւ մարտունակությունը հասարակության երբեք չկորցնենք։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմ մեկ զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։